այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր առիթը, որով ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ Վարդենիս առաջիններից մեկն է, որ պետք է տեսնի այդ խաղաղությունը եւ զգում այդ խաղաղությունը։ Իվիչայլով, ուզում եմ ասեմ, շատ է խոսվում մեր օկուպացված տարածքների մեկի մյուսի մասին։ Ես ուզում եմ ընդգծեմ, որ դե յուրե խնդիրը լուծված է, որովհետև ընդունվել եւ վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ ընդգծվում է, որ Ալմա-Աթեի հռչակագիրը սահմանազատման բազային սկզբունք է։ Սա նշանակում է, որ մենք վերականգնելու ենք ըստ էության մեր խորհրդային սահմանները։ Խորհրդային Հայաստանը ճշգրիտ նույնն է, ինչ որ անկախ Հայաստանը եւ նույնն էլ խորհրդային Ադրբեջանը։ Եվ այս թեման դե յուրե լուծված է եւ ընթացքում մենք նաեւ դե ֆակտո կլուծենք եւ այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Եվ ուրեմն ամենակարևոր բանը, որ մենք ունենք խաղաղությունն է, որովհետեւ եւ ճանապարհները, եւ դպրոցները, եւ առողջության ապահովությունը, եւ թոշակների բարձրացումը իրանք իմաստ չեն ունենա, եթե մենք չունենանք խաղաղություն։ Մենք չենք կարողանա այդ ամեն ինչը վայելել։ Եվ հետեւաբար մեր 10 ամսյա խաղաղությունը նման է 10 ամսյա երեխայի, ով մեր երկրի ուրախության թիվ 1 առիթն է, բայց նաեւ մի ընդհանրություն էլ ունի 10 ամսյա խաղաղությունը 10 ամսյա երեխայի հետ։ Եթե մենք նրան չխնամենք, հոգ չտանենք նրա մասին, նա չի ապրի։ Եվ առաջիկա ընտրությունների առանցքային հարցը հետեւյալն է. Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Էսա պատճառը, որ ես կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ բոլորին, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։